Զանգ պատվիրատուից ներկայացում է պատվեր, դուք անում եք գնահատչարք, պատվիրատուն ասում է, ձեր մոտ թանկ է, լիքը էժանով անողներ կան, խնդրում եմ դուք էլ այդ գնով արեք, այդ հարցին ո՞նց եք մոտենում։ Իրականում այդ հարցին շատ վատ եմ մոտենում, քանի որ չի կարելի սկսնակ եւ պրոֆեսիոնալ մոդել ինֆլուենսերին վճարել նույն չափով, քանի որ պրոֆեսիոնալը գիտի, թե տվյալ ժամանակահատվածում քանի ռիլ առհասարակ ինչ որ պահանջվում է, ինքը շատ լավ գիտի, որ դա կարողանալու է հասցնել։ Սկսնակները վստահ եմ, որ չեն հասցնելու եւ ավելի շատ ժամանակ են ծախսելու, ավելի շատ դուբլ է նկարվելու, որպեսզի ստացվի պահանջված կադրը եւ բացի այդ, իհարկե չեմ կարող բոլորի մասին խոսել, բայց մոդելը ով բավականաչափ գումար է ծախսում իր արտաքին տեսքի համար, վարսեր, մեյքափ, դիմардարման պարագաներ, եղունգներ, մատնահարդարում, զարդարակ, аксессуарներ, հագ, իհարկե, դա թվում է մանրուք, բայց իրականում բավականին մեծ գումար ենք ներդրում եւ բնականաբար աշխատում ենք ավելին, որպեսզի ինչ որ չափով կոմպենսացնել մեր ծախսերը եւ միանշանակ մեր աշխատանքի համար բարձրացնում ենք այնքան, ինչքան որ հարկն է։ Դա կարծում նորմալ է, իհարկե աստղաբաշխական թվերի մասին չէ խոսքը, հաշվի առնելով իհարկե մեր երկրի պայմանները։ Կրկին շատ կարևոր մի բան, ասեմ ձեզ որպես օպերատոր, մենք ունեցել ենք աղջիկ, ով ունեցել է շատ քիչ փորձ, ուզել է շատ քիչ գումար, եկել է նկարահանմանը անպատրաստ, չխնամված եղունգներով, չֆենած մազերով Եվ փչացրել է ամբողջ նկարահանումը, նկարել ենք իրան մոտ 6 ժամ, ամբողջ նկարահանումը ջնջել ենք։ Եվ եկել է Սոնան, ում հետ այդպես էլ հենց ծանոթացել ենք։ Ինքը ուզել է մի ժամվա համար այնքան գումար, ինչքան մյուս աղջիկը 6 ժամվա համար, կես ժամում ամբողջ աշխատանքը իդեալական արել է եւ վերջ։ Այդ իսկ պատճառով թանկից էժանը չկա։ Եթե մոդելը ուզում է X գումար ու նայում եք ինքը համապատասխանում է այդ գումարին, մի փորձեք իր գումարը իջացնել։ Գտնելով ուրիշ մոդելի կհասկանաք, որ ճիշտը ընտրելը առաջինն էր։